Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Վաղարշապատ քաղաքում սկսել է միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները։ Դրանք ընթանում են տեղացի բարերարի հովանավորությամբ։ Պետական պաշտոնական ցուցակներում հուշարձանը կոչվում է Շողակաթի միանավ բազիլիկ եկեղեցի։ Այդ անվանումը փաստող որևէ աղբյուրագիտական հիմք կամ վիմագիր արձանագրություն չկա։ Իսկ ժողովուրդը եկեղեցին Սուրբ Մարիանե է կոչել, ըստ Ագաթանկեղոսի ավանդած Հռիփսիմյան կույսերի նահատակության պատմության։ Պեղումների ընթացքում բացվել են եկեղեցու հյուսիսային պատի հիմքերը, որոնք բավական լավ են պահպանվել։ Մասնագետները նախնական ենթադրության են եկել, որ ավերման պատճառը բնական աղետները չեն, ավելի հավանական է մարդածինը, պատերազմ, արշավանքներ։ Եկեղեցին 5-ից 7-րդ դարեր է թվագրվում։ Պատի շարվածքը ինքը միդիս շարվածքն է եւ բնորոշ է վաղ միջնադարյան եկեղեցիներին, կառույցներին առհասարակ, երաստիճան ստիլոբատ ունի եւ որպես կանոն նման եկեղեցիները վաղ միջնադարյան շատ քիչ են պահպանված։ Դրանով նաեւ արժևորվում է այս հուշարձանի պեղումները, ամրակայումը, վերականգնումն ու իր պահպանությունը։ Գտնված շինարարական խեցեղենի մնացորդները հուշում են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել։ Հուշարձանի հյուսիս-արևելյան տարածքից գտնվել է խեցե 6 կարաս։ Դրանց մասին հիշատակում են դեռևս 1979 թվականին այստեղ իրականացված հետախուզական բնույթի պեղումները, ասում է հնագետը։ Ցավոք կարասներից 2-ը վնասվել են ժամանակի ընթացքում։ Կենցաղային խեցեղենի այլ մնացորդներ ևս գտնվել են։ Դրանք ապակես սրվակների տեսքով են, որոնք կարող են ինչպես շատ վաղ միջնադարի լինել, այնպես էլ կարող են ավելի ուշ 19-20-րդ դարի լինել։ Դա հետազոտությունը հետագայում ցույց կտա։ Ունենք խեցեղեն բազմաթիվ բեկորներ, տարբեր անոթների, որոնք բնորոշ են հենց վաղ միջնադարին, բեկորներ, ցավոք ամբողջական որևէ կտոր չունենք բացի կարասներից։ Հնձանը, մառանը շատ ավելի վաղ է եղել կառուցված, քան եկեղեցին։ Այստեղ արդեն մենք գործ ունենք երկու մշակութային շերտերի հետ, որովհետև ինչպես ասեցի 5-ից 7-րդ դարով թվագրվող եկեղեցին կառուցվել է ավելի վաղ գոյություն ունեցած հնձանների վրա։ Ըստ նախնական տվյալների պեղումները նախատեսվում է ավարտել սեպտեմբերի կեսերին, որից հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կորոշվեն եկեղեցու ամրակայման և հետագա պահպանության հարցերը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։